Վեմ ռադիոկայանը հրավիրում է ձեզ հոգևոր զրույցի։ Սիրելի ունկնդիրներ, Վեմ ռադիոկայանի եթերում են արժանապատիվ Տեր Մեսրոպ Քահանա Արամյանը եւ Արա Սարգսակյան Նալչաջյանը։ Այսօրվա մեր զրույցի թեման է վերելքներ եւ անկումներ մեր կյանքում։ Քրիստոս հարյավի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Տեր այր մարդկային կյանքի ընթացքը կարելի է պատկերացնել որպես վերելքների եւ անկումների մի շղթա։ Մենք ինքներս հաճախ մեր կյանքի ընթացքում զգում ենք այդ ելևէջները, այդ բարձրացումները եւ իջեցումները, վերելքները եւ վայրեջքները։ Եվ վայրեջքները երբեմն այնքան կտրուկ են լինում, որ դրանց կոչում ենք անկում։ Այդպիսի անկման օրինակ թերևս կարելի է բերել առաջին մարդկանց, Ադամի եւ Եվայի անկումը, որը հենց այդպես էլ անվանվում է մեղսանկում։ Նրանք, որ կոչված էին աստվածացման, աստվածամերձության այդ ճանապարհով ընթանալու, հանկարծ նրանց կյանքում մի խզում եղավ եւ այնպիսի մեծ անկում ապրեցին, որ ամբողջ մարդկային բնությունը եւ նաեւ հետագա սերունդների բնությունը դրանից խոշոր մի վնասված կրեց։ Ուրեմն այս ֆոնի վրա ինչպիսին է մեր կյանքի ընթացքը եւ կարող ենք արդյոք մենք որոշակի գնահատական տալ, ճշգրիտ գնահատական, թե արդյոք մենք վերելքի մեջ ենք գտնվում այժմ, թե անկման մեջ։ Մեզանից յուրաքանչյուրը անհատապես։ Նախ իսկապես պետք է հասկանալ եւ սահմանել, թե ինչ ենք հասկանում վերելք ասելով կամ անկում ասելով, որտեվ շատ հաճախ այն ինչ որ վերելք է անվանվում, մեկ այլ տեսանկյունից այն կարող է լրիվ որպես անկում դիտվել։ Ընդհակառակը մենք կարող ենք մտածել, որ մենք անկման մեջ ենք, բայց պարզվի, որ մենք իրականության մեջ վերելքի մեջ ենք։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչն է վերելքը եւ ինչն է անկումը։ Իհարկե հոգևոր գիտակցության մեջ կան որոշակի չափանիշներ, որոշակի սկզբունքներ, որոնցով մարդը կարող է իսկապես որոշել, թե ինքը ինչպիսի վիճակում է։ Պայմանով, եթե մարդը ունի բավականաչափ տեսողություն եւ ճանաչողություն եւ կարող է իսկապես զատել վերելքն ու վայրեջքը իրարից, կամ այսպես ասած իսկապես կարող է զատել սրբությունը եւ մեղքը իրարից։ Շատ հաճախ մարդիկ սա չեն զանազանում, մարդկանց լրիվ ուրիշ բան է թվում, բայց լրիվ իրենք ուրիշ process-ի մեջ են։ Երբեմն նույնիսկ իմանալով եւ գիտակցելով, թե ճշմարտությունը ինչի մեջ է, մարդիկ նույնպես կարող են մոլորվել։ Օրինակ, մարդը կարող է մտածել, որ ինքը որոշակի սրբության process-ով է ընթանում առաջ, բայց իրականության մեջ հպարտություն է աճեցնում իր ներսում, լրիվ հակառակ ուղղությամբ է գնում։ Այսինքն վերելք եւ անկում հասկացությունները վերաբերում են հոգեվոր ոլորտին։ Դրանք հոգեվոր առարկաների նկատմամբ են կիրառելի։ Չէ, ամեն ինչի համար են կիրառելի, բայց ինձ թվում է, որ եթե մենք հոգևոր զրույցներ հաղորդաշար ենք վարում, նախ եւ առաջ պետք է հոգևոր ասպեկտներին մենք անդրադառնանք, որտեղ այդտեղից մեծապես կախված են մնացած բաները, որտեղ մարդը ի վերջո այն ամենը ինչ որ տեղի է ունենում եւ իր ներսում եւ դրսում, մարդը անցկացնում է այդ ամենը իր հոգու միջով, այսինքն կարող ենք ասել, որ խտացում այդ ամենի տեղի է ունենում մարդկային հոգում եւ մեծապես այդ մարդկային հոգու գնահատականից է կախված, թե դա վերելք է կամ վայրեջք է, կամ մարդը գնում է իսկապես ճշմարտության ճանապարհով, Աստծո հետ միավորվելու ճանապարհով, թե կորցնում է այն ամենակարևոր բաները, որոնցից իսկապես կախված է կյանքի իմաստը։ Ինչու է այս հարցը առաջանում, Տեր, թե վերելք եւ անկում հասկացությունները արդյոք միայն հոգեվոր ոլորտին են վերաբերում, քանի որ մեզանից յուրաքանչյուրը կյանքի ընթացքում ենթակա է այնպիսի հարվածների եւ շատերի հետ դա պատահել է եւ պատահում է, որ ֆիզիկական, օրինակ, այնպիսի վնասվածք է ստանում մարդը, որ գանվում է անկողնուն եւ նրա կյանքի ընթացքը կտրականապես փոխվում է։ Կյանքը բաժանվում է կարծես երկու շրջանի՝ այդ օրվա այդ դեպքից, այդ իրադարձությունից առաջ եւ հետո։ Եվ բնականաբար այդպիսի վնաս կրելով մարդը դա չի կարող ընկալել որպես վերելք, նա ընկալում է որպես անկում, քանի որ դա խզում, ցնցում էր իր կյանքում եւ բազմաթիվ գործեր, որ նա անում էր մինչ այդ դեպքից հետո այլևս ի վիճակի չէ իրականացնել։ Եվ այս առումով մենք միթե չենք կարող տարանջատել հոգեվոր անկումները ֆիզիկական անկումներից եւ նաեւ անկումների այլ տեսակներից, որոնց թերևս զրույցի ընթացքում կանրադառնանք ինչ-որ կերպ։ Իհարկե մարդու կյանքում հնարավոր են կտրուկ փոփոխություններ, հնարավոր են ամեն տեսակ ձախորդություններ, դժբախտություններ, ֆիզիկական վնասներ եւ այդ ամենը բնականաբար ազդում է մարդկային կյանքի ընթացքի վրա։
Գիտեք, հիմա մենք պետք է շատ ուշադիր լինենք, որովհետև հնարավոր է, որ մարդ իսկապես երկու աչք ունենա եւ երկու աչքով էլ արժանանա գեհենի, բայց միգուցե մի աչքով մարդը չարժանանա դրան, ինչպես ավետարանն է ասում, որ եթե քո մի աչքը գայթակղեցնում է քեզ, ավելի լավ է այդ աչքը չունենաս, քան թե երկու աչքով գնաս եւ արժանանաս գեհենի։ Այսինքն ֆիզիկական անկումը պարտադիր չէ, որ հանգեցնի հոգևոր անկման։ Իհարկե, պարտադիր չէ, ես երբեմն հանդիպում եմ այդպիսի մարդկանց հետ, ովքեր ունեն նմանօրինակ դժվարություններ կամ վնասվածքներ, լինի տեսողության, լինի այլ հաշմանդամության դեպքերի հետ եմ հանդիպում եւ կարող եմ ասել, որ հաճախ նրանց հոգեվիճակը շատ ավելի բարձր մակարդակի վրա է, նույնիսկ իրենց հոգևոր ճանաչողությունը, քան միանգամայն առողջ մարդկանց մոտ։ Էնպես որ հավատացեք, որ մարդուն երջանիկ լինելու համար շատ բան պետք չէ։ Շատ բան է պետք, բայց կարելի է ասել, որ մարդուն մեկ բան է պետք, եւ այդ մեկ բանը իսկապես շատ է։ Մարդ պետք է Աստծուն գտնի։ Քանի դեռ չի գտել մարդը Աստծուն, ինչ էլ ունենա, միևնույն է ինքը գոհացում չի կարող ունենալ։ Ոչ այդ նյութականով, ոչ այդ ֆիզիկականով չի գոհացնում մարդուն։ Այնքան մարդիկ կան, որ իրենց ձեռքը կրակն են ընկել, իրենց ունեցածի ձեռքն են կրակն ընկել, եւ տարբեր տատանումների, ցնցումների ժամանակ այնպիսի մի ողբերգություն, դժբախտություն են ապրում։ Այն օրը ընկերս ասում է, դու պատկերացնում ես, ասում է, խեղճ մարդու, ասում է, կարողությունը 4 միլիարդից իջել է 400 միլիոնի, խեղճ մարդ, քիչ էր մնում լաց լիներ այդ մարդու համար։ Այսինքն պատկերացնում եք ինչպիսի ողբերգություն է, եւ հիմա բոլորը այդ որ կրիզիս ասում են, եւ շատ հաճախ այդ ասողները ասենք այդպիսի մարդիկ են, խեղճ մարդու կարողությունը այդպես խիստ նվազել է։ Աստված որ բոլոր մեր համակարգացիները այդպիսի խեղճ լինեն, որ այդքան գումար ունենան։ Դեր, սակայն մյուս կողմից այս ճգնաժամը, որը նյութական անկում է շատերի համար հասարակության մասշտաբով, դա կարելի է ասել, որ ամենքին կամ գրեթե ամենքին վնաս բերող մի իրողություն է։ Եվ ոչ միայն Հայաստանում, աշխարհում առհասարակ, եւ թերևս այլ երկրներում առավել ուժեղ կան մեզանում։ Եթե այդպես է, չէ՞ որ այդ նյութական վնասը, որ մարդիկ կրում են ձեռնարկատերերը, դա մարդուն կարող է գցել այնպիսի հոգեկան վիճակի մեջ, որ նա ուղղակի հոգեպես կոտրվի, այն աստիճան, որ մինչև անգամ լսում ենք զանգվածային լրատվության միջոցներով, որ արտասահմանում այսինչ տեղում կախվել է այսինչ մարդ կամ ինքնասպան է եղել այսինչ ձեռնարկատերը սնանկանալով։ Չէ՞ որ տեսանք նյութական անկումը հանգեցրեց այսպիսի հոգևոր անկման։ Անշուշտ նյութական ցնցումները, տնտեսական ցնցումները ազդում են մարդու ներաշխարհի վրա եւ եթե մարդիկ պատրաստ չեն դրան, լրիվ այլ սկզբունքների վրա են իրենց կյանքը կառուցել, դա կարող է իսկապես վերածվել միանգամայն մեծ դժբախտության։ Եվ բնականաբար լեն ու բոլ կյանքին սովորած մարդկանց ավելի նեղ վիճակում այդպիսի մարդիկ չեն կարողանում կողմնորոշվել, չեն կարողանում հարմարվել եւ շատ ծանր են տանում։ Բայց միշտ էլ պետք է հիշել հոբ երանելու օրինակը, ես չեմ կարծում, որ մենք հասել ենք այդ օրինակին եւ հասկանալ, որ եւ ուրախության մեջ, եւ դժբախտության մեջ, եւ լայնության մեջ, եւ նեղության մեջ պետք է փառք տալ Աստծուն եւ շարունակել կյանքը։ Կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան, քան այն ինչ որ մենք ուտում ենք կամ ինչ ենք մենք հագնում կամ մեր բարեկեցության աստիճանը այսքան է կամ այնքան է, շատ ավելի կարևոր բաներ կան կյանքում։ Եվ երբեմն նույնիսկ ես կասեի, որ այս տնտեսական ցնցումները, ճգնաժամերը օգտակար են մարդկանց համար, որտեղ մարդիկ, գիտեք, լայն վիճակում կորցնում են զգոնությունը, կորցնում են սթափությունը, իրարից ավելի հեռանում են։ Դժվարությունները նաև միավորում են մարդկանց։ Մարդիկ հասկանում են, որ ավելի կարևոր բաներ կան, որոնց շուրջ պետք է համախմբվեն։ Ճգնաժամը նաև առաջացավ այն պատճառով, որ չափազանց խորասուզվեցին իրենք մեղքի մեջ, չափազանց ագահացան, չափազանց վայրենացան եւ չմտածեցին այնպիսի քայլերի մասին, որոնք կարող էին զերծ պահել իրենց այդ ճգնաժամից, չարեցին բավականաչափ միասնական ճիգեր։ Ի վերջո տեսեք, այս ճգնաժամը ինչ է, խո աշխարհում ոչ մի բան չփոխվեց։ Էլի կան այդ, չէ՞, նյութականը կա, ամեն ինչն է, փողն էլ կա, նավթն էլ կա, ոսկին էլ կա, ամեն ինչ էլ կա աշխարհում։ Խո գյուղատնտեսությունը մի օրվա մեջ չանհետացավ, նույնքան մթերք է արտադրվում, ամեն ինչը գրեթե արտադրվում էր նույնքան ինչքան որ պետք էր, ուղղակի կորավ վստահությունը մարդկանց միջև, ֆինանսական ինստիտուտների նկատմամբ, ամեն բան խառնվեց իրար, մեկ էլ պարզվեց, որ մարդիկ իրար չեն հասկանում, կամ այդ համակարգը, որ կա, արդեն adekvat չի աշխատում մարդկանց արժեքային համակարգի կամ մարդկանց ձգտումների հետ եւ այլն, եւ ամեն ինչ վերածվեց քաոսի ու խառնաշփոթի։
կորավ վստահությունը։ Իսկ ինչ է նշանակում վստահել։ Վստահել նշանակում է ինչ-որ առումով հավատալ իրար։ Հոգևոր որոշակի դիրքորոշում ունենալ միմյանց նկատմամբ, կառույցների նկատմամբ, որ դու ստեղծում ես։ Նշանակում է, որ ճգնաժամի բուն էությունը հոգևոր բնույթ ունի, որ մարդկային վայրենի ագահության տարավ այս ամենը մարդկությանը, եւ արդյունքում ամեն ինչ, այսպես ասած, իրար խառնվեց։ Հիմա վերադառնալով նորից այդ ճգնաժամի հարցին, ես ուզում եմ նորից ու նորից այն միտքը առաջ քաշել, որ միգուցե այս ճգնաժամերը տրվում են մարդկանց, որպեսզի մարդիկ մի հատ նորից լրջորեն նայեն իրենց կյանքի վրա, հասկանան արժեքը միասնության, հասկանան արժեքը եղբայրության, հասկանան իրենց կյանքի բուն իմաստը, բուն արժանապատվությունը ինչի մեջ է, որն է իրենց կոչումը, որտեվ լայնության ժամանակ նորից եմ ասում, մարդը կորցնում է զգոնությունը։ Հաճույքը, ցավով պետք է ասեմ, որ ժամանակակից մարդու ամենամեծ վտանգն է, ամենամեծ վտանգը, որտեվ դա քայքայում է մարդու էությունը։ Իսկ մարդիկ դարձել են չափազանց հաճոյամոլ։ Իդեպ Տեր Հայր, հաճույքի մի դրսևորման այդպիսի դրվագ է Աստվածաշնչյան այն պահ, երբ Սուրբ Դավիթ մարգարեն տեսավ Բերսաբեին, որը տանիքի վրա, այն ժամանակ կառույցները այդպիսին են, որ հարմարությունը այդպես էր, տանիքի վրա բարձրացած, մերկացած լողանում էր, եւ տեսավ եւ ցանկացավ նրան եւ մեծ մեղք գործելով նրա ամուսնուն ուղարկեց պատերազմի այն վտանգավոր վայրը, որտեղից ամենայն հավանականությամբ ողջ չէր վերադառնա եւ իսկապես այդպես էլ եղավ եւ ինքը կնության առավ այդ կնոջը, որին ինքը ցանկացել էր։ Ահա եթե Սուրբ Դավիթ մարգարեն, որը աստվածամերձ անձնավորություն է, որը ինչ որտեղ հանդիսանում է Քրիստոսի նախատիպը իր աստվածամերձությամբ, իր մարդկային նկարագրով եւ ի վերջո աստվածահայրության, այսինքն Աստծո որդու նախահայրության պատիվը ունի, քանի որ այդ տոհմաբանությունը գնում է մինչև Դավիթ մարգարեն։ Ահա այսպիսի անձնավորությունը, որը հոգևոր վերելքի ճանապարհին էր, որին Սուրբ ենք կոչում, եթե նա անկում ապրեց, ապա ինչ ասենք մեր հասարակ մարդկանցս մասին։ Չէ՞ որ եթե ենթակա էր անկման նա, որ վերելքի մեջ էր, ապա որքան առավել ենթակա ենք անկման մենք, որ կարող ենք ոչ միայն վերելքի մեջ լինել, այլև վայրեջքի։ Իհարկե չկա մարդ, որը փորձության ենթակա չէ։ Այդ փորձությունը այսպես թե այնպես նույնիսկ Տերը ասում է, որ փորձությունը պիտի գա։ Իհարկե ասում է վայ նրան, ում ձեռքով պիտի գա, բայց հստակորեն Տերը ասում է, որ աշխարհում կա փորձություն եւ դա մի հզորագույն ուժ է այս աշխարհում դրված եւ մարդկային կյանքը ենթարկում է անընդհատ այդ փորձության։ Իհարկե նաև ամբողջ ավետարանը մեզ տալիս է, թե ինչպես պետք է մենք դիմակայենք այդ փորձություններին եւ ինչպես պետք է վերաբերվենք այդ փորձություններին։ Եվ ուրիշ ճանապարհ չկա, քան հավատքի ճանապարհով գնալը, այդ ուղղությամբ գնալը եւ հետեւողական պայքար մղելը մեղքի դեմ։ Միայն Աստծուն ճանաչելով, միայն Աստծուն միավորվելով է, որ մենք կարող ենք կյանքի իրական չափման մեջ մտնել եւ զերծ մնալ փորձություններից համեմատաբար, որտեվ այսպես թե այնպես մենք մեղանչական մարդիկ ենք եւ ընկնում ենք մեղքի մեջ, բայց կարեւորը այն է, թե մենք ինչ ենք մեր սրտի մեջ ցանկանում, ինչ ենք ուզում, այսինքն կամ նույնիսկ մինչև դրա հասկանալը մենք իսկապես այնքան ենք խորացել ինքներս մեր մեջ, որ համահունչ ենք քայլում մեր սրտի այդ խորքային այդ ձգտումներին, որտեվ մարդու սրտի խորքի մասին ենք ասում, ինքը Աստծուն է փնտրում։ Եվ արդյոք մեր կյանքը համահունչ է այդ մեր ներքին հիմնարար ֆունդամենտալ փնտրումին, որտեվ մեծ խզում կա մարդկային կյանքում։ Երբ մենք այս բաները ասում ենք իբրև թե հասկանալով, բայց իրականության մեջ հենց որ բանը գալիս հասնում է գործին, մենք տեսնում ենք, որ մենք չենք հասկանում։ Այդ մեղքը գործում ես, հետո նստում սկսում ես մտածել, ոնց կարող է այդ մեղքը գործել։ Ոնց էր հնարավոր, որ ես այդպիսի բան անեի, այդպիսի հիմար բան անեի։ Բայց հետո գնում ես նորից նույն բանը անում ես։ Նշանակում է շատ լուրջ խզում է տեղի ունեցած։ Այսինքն մարդու կյանքի մեջ բացարձակապես սինխրոնացումը իր մտքի հոգու խորքային ձգտումների բացարձակ խզում է տեղի ունեցել։ Եվ հոգևոր կյանքի հենց ամբողջ նպատակը այն է, որ մեր մտքերը, մեր խորհուրդները լրիվ ներդաշնակ աշխատեն այն խորքային ֆունդամենտալ փնտրումին, որ մեր մեջ է դրված, որով մարդու սիրտը անընդհատ փափագում է իր Տիրոջը։ Միայն այս ճանապարհով է, որ մենք կարող ենք վերականգնել այդ ներդաշնակությունը եւ ամեն ինչի մեջ տեսնել Աստծո փառքը։ Նույնիսկ անգամ երբ որ մենք ընկնում ենք, դրա մեջ էլ իմաստ կա, որ մենք գիտակցենք, որ մեր տկարությունը եւ փառք տանք Աստծուն։ Ընկնում ենք, որտեվ հույսը մեր վրա է ենք դրել, դրա համար ընկանք։
չհասկացանք, որ հույսը պետք է Աստծո վրա դրներ։ Եվ նույնիսկ այդ գիտակցությունը պատկերացրեք ինչքան օգտակար կարող է մարդու համար լինի։ Մեկ պարզ գիտակցություն, որ դու հույսդ քո վրա չպետք է դնես։ Եթե դա իսկապես խորապես հասկանաս, եւ քո հաջորդ քայլերում չանես, ուրեմն նշանակում է այդ անկումով դու ստացար մեծագույն դասը քո կյանքում։ Ուրեմն ամեն ինչ դաս է եւ անկումները եւ վերելքները։ Եթե իհարկե մենք դա անում ենք իբարս Աստծո, եթե վերելք է, մենք նորից փառք ենք տալիս Աստծուն եւ հասկանում ենք, որ նրա զորությամբ մենք այդ վերելքը ունեցանք եւ ոչ թե մեր մարդկային ուժերով է։ Եվ եթե մեր մարդկային ուժերով է այդ վերելքը, ավելի լավ է դա չունենայինք մենք։ Այնպես էլ ցանկացած նյութական արժեք, որ ստեղծվում է կյանքում, մենք պետք է լավ հասկանանք դրա իմաստը։ Նյութականը ինչի համար մեզ տրվեց։ Միգուցե վատ է, որ մեզ տրվել է։ Մենք անմիջապես հենց ուրախանում ենք եւ տրվում ենք այդ նյութական, միգուցե դա փորձություն է մեզ համար։ Կամ եթե Աստված է դա տվել եւ մենք գիտակցում ենք, որ դա Աստված է մեզ տվել, ուրեմն դա ինչ որ նպատակի համար է Տերը տվել։ Մենք ամեն օր պետք է աղոթենք եւ խնդրենք Աստծուց, հասկանանք թե ինչի համար է տրված այդ նյութականը եւ մենք ինչ նպատակի պետք է ծառայեցնենք։ Եվ ոչ թե դա ծառայեցնենք ըստ մեր քմահաճույքների, ինչպես որ մենք ուզում ենք։ Այդ դեպքում մեր կյանքը ոչ մի իմաստ չի ունենա։ Ոչ մի իմաստ։ Տեսեք, այդ նյութականը կա, մեկ էլ չկա, անհետացավ։ Չկա։ Եվ մենք դարձանք կատարելապես դժբախտ, որովհետև մեր հույսը դրել էինք այդ նյութականի վրա։ Եվ մտածում էինք մենք ենք մեր կյանքի Տերը։ Կյանքը ունի Տեր, այդ Տերը Աստված է։ Ինքն է տալիս մեզ այդ կյանքը եւ ինքն էլ վերցնում է։ Եվ մեզանից չեն հարցնում երկու բան, ոչ մեր ծնվելը եւ ոչ էլ մեր մահանալը, եւ դա մեր ձեռքին չէ։ Սրանից գոնե մենք պետք է հետեւություն անենք, որ մեր կյանքը մեզ չի պատկանում։ Եթե մեզ չի պատկանում, ուրեմն ամեն բան, որ այդ կյանքի ընթացքում տրվում է մեզ, ամեն տեսակ բարիք, մենք պետք է որոշակի հոգևոր դիրքորոշում ունենանք այդ բարիքների նկատմամբ։ Դեր հեչ դուք խոսեցիք փնտրման մասին, աստվածային փնտրման մասին եւ առասարակ փնտրում, ձգտում այդ երևույթներն են, որ մղիչ ուժ են մարդու համար նրա կյանքի այս կամ այն գործերը գործելու համար, գործերը գործելիս։ Եվ լինի դա հոգևոր փնտրում, լինի դա ֆիզիկական կատարելագործում որոշակի, լինի նյութական որոշակի ձեռքբերումների ուղղությամբ աշխատանք, տեսնում ենք, որ ցանկացած դեպքում վերելքը տրվում է մարդուն ոչ մի անգամից, աստիճանաբար, քայլ առ քայլ, կամաց, ամենօրյա ջանքերի շնորհիվ։ Սակայն անկումը տեսնում ենք, որ մի անգամից է լինում, կտրուկ։ Մեկ օրում կարող է մարդը այս ուղղություններով այնպիսի անկումներ կրել, որ ոչ ինքը, ոչ էլ իր շրջապատի մարդիկ երբևէ չմտածեին անգամ, որ այդպիսի բան հնարավոր է եւ շատ բացասական հետևանքներով։ Եվ թերևս նմանատիպ դատողություններ կարելի անել ոչ միայն մարդ անհատի վերաբերյալ, այլև հասարակությունների համար, ազգերի, ժողովուրդների, երկրների մասշտաբով վերցված։ Ինչու է այսպես։ Ինչու վերելքը տանջալից եւ քայլ առ քայլ ու կամաց է, իսկ անկումը հաճախ միանգամից եւ կտրուկ։ Դրանց բնույթն է այդպես։ Հիմա սար բարձրանալն էլ շատ դժվար բան է, բարձրանում է շատ դանդաղ քայլերով, բայց եթե ընկնես շատ արագ կընկնես սարից։ Ուզում ասեմ, նույնիսկ ֆիզիկական աշխարհում է այդպես։ Այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկա։ Դանդաղ չարչարանքներով բարձրանալու մեջ կա իմաստ, որովհետև այդ տառապանքով, այդ չարչարանքով, այդ քո դրած էներգիայով դու պիտի գիտակցես ձեռք բերած արժեքը եւ իմաստը։ Անկումն էլ իր շեշտակիությամբ կարող է քեզ այնպես ցնցել, այդ կոնտրաստը կարող է այնպես ցնցել, որ դու ցնցվես ու հասկանաս, որ այդ ամբողջ ճանապարհին, այդ վերելքի ամբողջ ճանապարհին դու լուրջ դասեր չէիր քաղել կամ ճիշտ հոգով չէիր վերաբերվել այդ ամենին։ Այնպես որ ամեն մեկը իր իմաստը ունի եւ անկումը իր արագությամբ եւ ցնցումով եւ մասշտաբների կոնտրաստով եւ վերելքը ջանքերի ճիշտ ինքնագիտակցությամբ երկուսն էլ իրենց իմաստը ունեն։ Եթե վերելքի ժամանակ արդեն դու կորցնում ես այդ գիտակցությունը, արդեն դա դառնում է սովորական մի, այսպես ասած, ընթացք քեզ համար, ուրեմն քեզ պետք է անկում, որպեսզի դու հասկանաս, թե ինչ է դրա արժեքը եւ ով է կյանքի իրական Տերը եւ ում զորության շնորհիվ է, որ դու հաղթահարեցիր այդ բարձունքը, հասար այդ բարձունքին։ Այնպես որ երկուսն էլ ունեն եւ իրենց իմաստը եւ ինչպես ֆիզիկական աշխարհում, այնպես էլ հոգեվոր աշխարհում, այո, անկումները լինում են շատ շեշտակի եւ շատ ցավոտ են լինում։ Բայց արդյոք միշտ է, որ այդ անկման հետևանքով մարդը կարող է վերականգնվել, այսինքն արդյոք միշտ է, որ անկումը դաս կարող է եւ պետք է հանդիսանալ մարդու համար, միթե չկան այնպիսի անկումներ, որոնք ուղղակի տանում են դեպի կորուստ եւ վերականգնման հնարավորություն այլևս չկա մարդու համար։ Հնարավոր են նաեւ այդպիսի անկումներ, վերջնական այդպիսի անկման մասին կարելի է
որպես այդպիսի անկման օրինակ կարելի է պատկերացնել արդեն աշխարհի վերջը, երբ որ արդեն հետադարձ չկա, դա շատ մարդկանց համար կլինի վերջնական եւ անվերադարձ անկում։ Դեր եւ այս ամենի մեջ, քանի որ թե վերելքները, թե վայրեջքները եւ անկումները անբաժանելի ուղեկիցներն են մարդկային կյանքի, հասարակությունների կյանքի, այս ամենի մեջ թերևս ամենակարևորը դիրքորոշումն է, որի մասին դուք ասացիք, թե ինչպիսի ներքին հոգևոր կամ հոգեկան դիրքորոշում պետք է ունենա մարդը իր կյանքի այս կամ այն շրջափոլում, լինի դա վայրեջք թե վերելք, եւ ինչպիսին է այդ դիրքորոշումը, ինչ է ասում քրիստոնեությունը, ինչպիսի դիրք պետք է բռնի մարդը, ինչպիսի մտածումներ մարդը պետք է ունենա վերելքի ժամանակ եւ երբ կրում է անկում։ Ասում են Երանի հոգով աղքատներին, որտեղ նրանցն է երկնքի արքայությունը։ Հստակ է ճանապարհը։ Եթե մարդը աղքատացած չլինի այս աշխարհից կամ այս աշխարհի այդ պատկերացումներից, այս աշխարհի այդ կապվածություններից թոթափված չլինի, մարդը երբեք չի կարող արքայությունը ունենալ իր հոգու մեջ։ Եվ սա գերագույն նպատակն է մարդկային կյանքի, գերագույն նպատակն է։ Եվ ամբողջ այդ ճանապարհը ուղենշված է հենց 9 երանիներով, որի սկիզբը հենց հոգով թոթափվելն է այս աշխարհի բոլոր պատրանքներից, բոլոր կապվածություններից, այս աշխարհի բոլոր թակարդներից, որոգայթներից, մեղքի բոլոր այդ հնարավորություններից։ Մարդը եթե սրանից չթոթափվի, ինքը երբեք չի կարող հոգևոր ճանապարհով ընթանալ։ Եվ սա նաև մարդուն տալիս է շատ ուրույն վերաբերմունք եւ փիլիսոփայություն ցանկացած նյութական արժեքի նկատմամբ։ Ցանկացած նյութական արժեք, նյութ, որևէ բարիք, որ այս աշխարհում կա, կարող է ծառայել միայն հոգևորին, հոգևոր նպատակները իրագործելուն։ Ամեն ինչի մեջ նախ եւ առաջ պետք է հասկանալ, թե որն է քո նպատակը։ Պետք է ֆիքսես, որևէ գործ եթե ձեռնարկում ես, նոր գործ ձեռնարկում ես, նախ ֆիքսում ես, թե որն է այդ նպատակը։ Հետո սկսում ես սահմանել, թե ինչ ռազմավարություններ կան այդ նպատակին հասնելու համար, քո ստրատեգիաները եւ այլն, եւ կազմակերպում ես քո խաղի կանոնները, ինչպես պետք է դու շարժվես եւ այլն, ինչ ժամանակահատվածում եւ այն պետք է հասնես այդ նպատակին։ Ուրեմն մենք պետք է հասկանանք, որ մեր կյանքի նպատակը այդ երկնքի արքայության ձեռքբերումն է։ Տեսեք, ես փրկություն բառը չօգտագործեցի, հենց այդ արքայության ձեռքբերումն է, որը հենց առաջի երանի մեջ է ֆիքսված։ Մենք ստեղծված ենք Աստծո կողմից, որպեսզի արժանանանք մի յուրահատուկ կյանքի, մի բարձրագույն բանի, որի համեմատությամբ այս աշխարհը ոչինչ է, եւ դա կոչվում է երկնքի արքայություն։ Եթե մենք այդ գիտակցությունը չունենանք, թե ինչ է այդ արքայությունը եւ դեպի ուր ենք մենք գնում, մենք իսկապես ողորմելի մարդիկ ենք, աննպատակ։ Ոչ մի նպատակ չունի մեր կյանքը այս աշխարհում։ Եկեցեք արքայության ворթիները այս աշխարհի աղքատանոցում ընկած ինչ-որ բաներ են ման գալիս։ Դա իսկապես լուրջ խաթարում է մարդկային գիտակցության հոգեկան ձգտումների։ Ուրեմն նախ եւ առաջ մենք պետք է հասկանանք, որ մեր նպատակը այդ արքայության ձեռքբերումն է եւ պետք է մեր կյանքը մշակենք այնպես, որ ճիշտ ռազմավարությամբ մենք հասնենք այդ արքայությանը։ Իսկ դա նկարագրված է Սուրբ գրքում, պետք չէ շատ խոսել դրա մասին, եւ դա իրագործված է եկեղեցու հայրերի, եկեղեցու սուրբերի կյանքով։ Այսինքն նաև ցույց է տրված, որ դա հնարավոր է ամեն մի մարդու համար։ Շնորհակալություն Տեր հայր, թույլ տվեք սրանով եզրափակել մեր այսօրվա զրույցը վերելքներ եւ անկումներ մեր կյանքում թեմայով։ Սիրելի ունկնդիրներ, իմ զրուցակիցն էր արժանապատիվ Տեր Մեսրոպ Քահանա Արամյանը։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Հոգևոր զրույցներ հաղորդաշարի հերթական հաղորդումը վարեց Արաս Սարգսակ Նալչաջյանը։